Սա արդյոք այս բանակներ ստեղծվել, որը հիմա ունենք, այսպիսինը պիտի լիներ։ Գիտեք, ժամանակի եւ տարածության մեջ դժվար է գնահատականներ տալ, այդպիսի գնահատականներ չափներ կատարել։ Իհարկե մենք դժվարի ժամանակներ ենք ապրում, մեր բանակները դժվարի ժամանակներ ապրում, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Կա այդ նախադրյալը, որ ամեն ինչ լավ կլինի, այսինքն ամեն ինչ արվում է բանակը ավելի լավ, ավելի մարտունակ դարձնելու համար։ Այսօրվա աշխարհակահաղական իրավիճակում, եթե այդ նախադրյալները չլինեին, ապա ուրեմն մենք արդեն պետք է բոլորս ձեռքներս ծալած ճապրուկներս վերցրած եւ Հայաստանը լքելու պատրաստ լինենք։ Նախադրյալներ կան, շատ դժվար է, նախադրյալներ կան, բայց մենք պետք է այդ նախադրյալները ոնց ասում են ուժեղացնենք, ջրենք, զարգացնենք, որպեսզի այն մարտահրավերները, որ կա այսօր մեր պետության առաջ, դրանք հաղթահարենք։ Եթե հակառակ դեպքում մեզ տգալը, ձեզ տգալը, այս մեր ընկած տղաների հարյունը իմաստ չէր ունենում։ Պարոն Աղազարյան, իշխանությունը այսօր եռավ լուրջի եկեք փոխարենը 3 զոհվածների հիշատակի օրերին հռչակել իրենք այդպես եկան, այսօր էլ չեն գալու, այդ մասին ինչ որ դիտարկումներ ունեք։ Դե ես չգիտեմ, ես մի քիչ արողակարգային բաներից մի քիչ հեռու եմ, ճիշտն ասած։ Ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, նույնիսկ։ Ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, որովհետև իրար հետ շատ կապված են, չէ՞ դրանք փոխադարձաբար։ Բայց հիմա իշխանությունները երեք եկել են, երևի կարող կան այսօր, չգիտեմ ես, եկակ չեմ։ Երկուսը ունեն իրենց խորհուրդը, այն իր խորհուրդն է, սա իր խորհուրդն է։